Մենք երեկվանից փակել ենք Պողոտան Բաղրամյան։ Հիմնական այն բանի համար, որ այսօր մեր հարցերը լուծում էր Աբազյան Արմենը, իմանալով, որ Աբազյան Արմենը արդեն գործից ազատել են, մեր երեխեքի հարցով ոչ մեկ չի հետաքրքրվի։ Դիմեցինք, որ նոր նշանակ Սիմոնյան Անդրանիկը գա, առհամարից չեն գալիս փաստորեն։ Նույն ինչ այն կառույցներն են արել, որ դիմել են չեն ընդունել, կամ խաբել են, ճանապարհել են, նույն նրանց թելնաթելում, չեմ հասկանում։ Այսօր այս հարցը մեկ կարա լուծի Գերագույն հրամանատարը, Նիկոլը, ուրիշ մարդ չի կարա։ Դու ինքը որ կարգադրի սա ամեն ինչ կգնա տեղը։ Աբազյանին մենք հանդիպել ենք վերջ անգամ ամսի մայիսի 18-ին, մարդը բացավ, խնդրեց, ասեց շատ բաներ չեն բացահայտում, ժողովուրդ ջան, ձեր երեխաները ողջ են սաղել գարացող են։ Դրա համար ասեց, այսքան համբերեք, էլի համբերեք։ Հա, ինչքան, լավ 5 տարի համբերեցինք, լավ Արմենը դուրս եկավ։ Միակ ղեկավարներ, կառույցի ղեկավարներ, որ դիմում էին Արմեն Աբազյանին, խնդիր չկար։ Մարդ ամեն կերպ հանդիպում էր մեզի, հրավիրում էր, այդում են նստում ենք, խոսում ենք, մեզի լավից լավ էր ասում, վատին վատ էր ասում, դուրս էին գալիս, ողջ շնորհակալ թողում գնում էինք։ Բայց հույս ունենալով, որ ինքը կանի այդ բանը, ինքը երթված ասեց ես կանեմ։ Հիմա ինքը չկա, ում վրա մենք հույս տնենք։ Կարծում եք նորանշանակ ԱԱԾ տնօրենը չի զբաղվի ձեր երեխաների։ Դե հիմա մենք հետ ենք ուզում յան, թող գա, եթե առաջ օրերեք ինքը չեկավ, թող այսօր գա։ Հիմա իր հետ հանդիպում եք պահանջում։ Մենք պահանջում ենք այդ հանդիպում, որ գա ներկայանացնե, դուք թող գա ղեկավարներ կա, որ խաբում են, ասում են, թող ինքն էլ թող գա, ասի հա ժողովուրդ ջան, Արմեն Աբազյանի գործերը ես կշարունակեմ, ձեզ ամեն ինչ տեղյակ կպահեմ, ոնց որ պետք է։ Իսկ ձեր պահանջը ներկայացրել եք իրեն։ Աբա ոնց։ Ինչ պատասխան եք ստացել։ Մենք յաց ոչ պատասխան չենք ստացել։ Տեղակալն եկավ Ստեսանամյանը, Սանամյանն ասեցին թող ինքը գա, ինչ ես դու եկե։ Ինչի դու ինքը քեզանից լավ տղա է, որ դու էլար եկարսե, բայց ինքը չեկե։ Բայց մեր երեխեք ում համար գնացին։ Իրանց համար չգնացին, մենակ իմ տան համար գնաց, որ այսօր երկու երեխան է մնացել այն հույս է։ Իսկ որքան ժամանակ եք պատրաստում փողոցը։ Եկա ժամանակ իշքա որ պետք է լինի։ Կարող եմ մի ամիս էլ փակեն, կարող եմ մի շաբաթ էլ փակեն, մինչև լիարժեք պատասխան չստանանք։ Իսկ ոստիկանությունը ինչպես է ձեզ վերաբերվում։ Մենք ոստիկաններից չեն փորձում այսպես չէ գոհենք։ Չէ, մեզի չեն նեղացնում, չեն ցավացնում, պահում են, որ մենք հաճախորդների հետ չընտարվենք։ Անցորդների հետ չընտարվենք։ Գալիս են մարդիկ առանց հասկանալու ուրիշ բաներ են խոսում, ասում են Սամվել Կարապետյանը փող ա տվել, էլ ցույց են անում, ճանապարհ են փակում։ Սամվել Կարապետյանը մեր հետ вообще գործ չունի։ Մենք մեր երեխեքի հարցեր ենք, մենք մեր դարդու ցավով ենք տարապում։ Մեր Սամվել Կարապետյանը մեզի ոչ բան։ Էնի ոչ դադվողա, ոչ նստողա, ոչ է։ Բայց մեր երեխեք կմնան դե։ Օրինակ գտնվում եք ազգային ժողովի տարածքում։ Այս ընթացքում պատգամավորներից, հենց նույն իշխանական պատգամավորներից։ Եկել են, ընդդի մագիներից են եկել, բայց իշխանավորներից ոչ մեկ չեն եկել, չեն ներկայացել։ Թագուի Թովմասյանն որ մեր մոտ այստեղ եկել են, մեր 3 հոգի եկել են։ Եվ իրենք ինչ են ասում։ Դրանք ինչ պետք է ասեն, իրանք ինչ կարան ասեն։ Այսօր Նիկոլը չի ընդունում մեզ ոչ բան չի կարող ասել, իրանք ինչ պետք է ասեն։ Երեխեքին զորով տարան գցեցին ընդե։ Հիմա էլ Տադնայետում Անդրանիկ Մակարյանի գեներալ շտաբի պետի տեղակալը տարան սպեցիալ երեխեքին մսրեցին ծուղակի մեջ, գցեցի շրջափակական 62 հոգի։ Իան ժերտվա էր պետք։ Այնտեղից ոչ մեկը պետք է հետ չգար։ 20 քանի հոգին դեմ են տվել պայքարել են, բոյ են տվել, հետևից մնացածը փախել են։ Իսկ Անդրանիկ Մակարյանին կապ են տվել, որ օգնության հասնի Անդրանիկ Մակարյանը իր ջոկատով փախել է Ղափան։ Այսօր էլ Տադնայետում, որպես դավաճանի։ Ասում այդ այնձի սպանեին ավելի լավ, անունդ ոսկե տարերով հայոց պատմության մեջ կգրվեր, որ Մակարյանը զոհվավ հանուն հայրենիքը, ոչ թե Մակարյանը դադվում է այսօր գլոխը կախ դասալիկ որպես դավաճան։
Թող էդի թող մակարան իմանա։ Որ է դա։ Երկու ձիա երեխեքը, իա թորները ո՞ց պետք է նայեն։ Օ, հում կողովածա պետք է ասեն պապատես չէր, հերետես չէր, դավաճան, դասալիկ։ Թող այդ երեխեքին փախավ, տարա սպեցիալին քսեցին ծուղակ ադրբեջանցիքի ձեռը մեջ փախան։ Իսկ մենք գլխներս պարզ կարանք նայենք, դուրս գանք։ Որովհետև ես երեխա եմ տվել։ Տղես 10 տարի ռուսական չասնում FSB-ում աշխատում էր, հայ-թուրքական սահման էր պահում։ Մեդալները տունը դրած է։ Այդ ինքը աշխատանք կատարել։